Ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. երբ որ ես բարձրանամ, բոլորի դեպի ինձ պետք է ձգեմ։ Իրապես մեր Տերը բարձրացավ երկինք, համբարձվեց երկինք եւ 10-րդ օրը Սուրբ Հոգին ուղարկեց առաքյալների վրա եւ առաքյալների վրա իջած Սուրբ Հոգին բնակվեց նրանց մեջ, կարծես էդի մագնիս էր մի հատ դրվեց, Սուրբ Հոգին մեզ հետ, Քրիստոս էլ երկնքում։ Եվ մեր միջի այդ մագնիսի միջոցով, Սուրբ Հոգու միջոցով եւ Քրիստոսի ձգողական սիրո շնորհիվ մեր եւ երկնքի միջով ձգողություն առաջացավ։ Հա? Այ հենց էս էր ուզում ասել մեր Տերը։ Երբ որ ես բարձրանամ, դեպի ինձ կձգեմ ձեզ։ Սուրբ Հոգու միջոցով կձգեմ, Սուրբ Հոգին կբնակվի ձեր մեջ, եւ ես էլ երկնքից կձգեմ Սուրբ Հոգով քաշեմ ձեզ ինձ մոտ։ Սա հոգեվոր ձգողության մասին է խոսքը։ Բայց սրան հակառակ ահռելի մեծ մարմնավոր մեղավոր աշխարհային ձգողություն կա։ Մարմնի ձգողականություն ուժ կա, չէ՞։ Նյուտոնը մարմնի ձգողականության ուժն է հորինել։ Այդ մենակ ֆիզիկական մարմնավոր ձգողական ուժ չէ, նաև ինքը զգայական ուժ։ Այսօր Գրիգոր Տաթևացին ասում է, ինչու է մարդը մանկությունից ավելի հեշտ մեղք սովորում, քան արդարություն։ Ավելի հեշտ չար բաներն է սովորում, քան աղոթքը, քան աստվածապաշտությունը, որովհետև մարմնի ձգողականության ուժը, մարմնի երկրաքարշությունը, մարմնավոր բնույթը շատ ավելի տեսանելի է, ավելի շոշափելի է, ավելի իշխող է, ավելի թելադրող է, պահ է գալիս, որ մարդը մտածում է հոգել չունի։ Ինչպես այսօր տեսնում ենք, չէ՞, մարդիկ ասում են, ինչ հոգի, ինչ բան, անասունից չես տարբերվում։ Անասունի նման է, սարմա, անասունն էլ հող դառնում, դու էլ ես հող դառնում։ Դες ինչքան է դառնում ուժեղ այդ մարմնավոր ձգողականության ուժը, որ հոգևոր ձգողականություն ուժը կարծես չկա, գոյություն չունի։ Դու կտրում ես այդ բոլոր կապերը։ Հիմա ինչ անենք։ Մենք ամեն գնով այդ հոգևոր ձգողականության ուժը ինքը նուրբ ձգողականության ուժը։ Նուրբ մոտեցումներ է պահանջում, ժամանակ է պահանջում, արվեստ է դա։ Աղոթքը, աստվածապաշտությունը, մարդու միտքը, հոգին նուրբ է, երևում նուրբ են, մարմինը կոպիտ է, անտաշ է։ Հիմա մենք պետք է նուրբ ու գեղեցիկ հոգու եւ մարմնի ներդաշնակությունը գտնենք։ Այնպես անենք, որ այդ մարմնավոր ձգողականության ուժը չխախտի հոգևոր ձգողականության ուժը։ Մենք տեսնում ենք, որ մեր մարմնի ձգողականություն ուժը ավելի է, մեզ տանում է, իշխում է, կտրենք մի հատ իրապես կտրենք, հեռացնենք մեզանից, ժամանակ տրամադրենք, որ տենում ենք թույլ ենք, չենք կարողանում, մարմինը մեզ տանում է, գրավում է, խեղդում է մեզ, ուրեմն կտրում ենք մարմինը մի պահ, հենց պահքը, ծոմը, աղոթքը, ապաշխարությունը հենց մարմնի ձգողականության ուժը թուլացնելու համար է, հոգևոր ձգողականության ուժը ուժեղացնելու համար է։ Այսինքն մենք միշտ բալանսավորենք այս երկուսը։ Նենց անենք, որ մարմնի ձգողականության ուժը ավելի ուժեղ չլինի, քան հոգևոր ձգողականության ուժը։ Այդ ճգնավորներն ինչ են անում, մարմնի ձգողականությունը այնքան թուլացնում են, այնքան են վերացնում, որ ոնց որ կարելի ասել չկար այդ ուժը, երբեմն կտրվում են, չէ՞, աղոթքի ժամանակ գետնից օդի մեջ էին կանգնում աղոթում, ինչպես Մարիամ Եգիպտացին։ Այդ ինչ է նշանակում, որ մարմնի ձգողականության ուժը իրանց վրա էլ չէր գործում։ Անցել են հոգևոր ձգողականության ուժ։ Եթե Աստված թույլ տար, կփոխվեին գնային երկինք, բայց հələ ժամանակը չէր։ Այս համակարգը մենք պետք է միշտ կարգավորենք ինքներս։ Պետք է զգանք մարմինը մեզ շատ է իշխում, շատ է ճնշում, մենք իրան ճնշենք։ Խելոք մնա, տեղդ մնա,
քո չափերի մեջ եղի, հոգուն ենթարկվի ծառայի, անխնա։ Գիտես, մենք երևի ավելի կոպիտ ու անտաշ ենք հոգու հանդեպ, քան թե մարմնի հանդեպ, բայց հոգին ավելի նուրբ ու գեղեցիկ է, քան թե մարմինը։ Մենք մարմնի հանդեպ շատ փափուկ չպետք է լինենք, որտեղ մարմնի փափկակեցությունը տանում է մեղքի։ Մենք մեր մարմնի հանդեպ այնքան ասենց գուրգուրանքով, շոյանքով փայփայում ենք մեր մարմինը, սիրում ենք, բայց հոգին տրորում ենք, հոգին ոչնչացնում ենք, բայց այդ գուրգուրանքի կարիքը հոգին ունի, ոչ թե մարմինը։ Մարմինը պինդ է, կդիմանա, բայց հոգին նուրբ է, չի դիմանում։ Ուրեմն ձգտենք հոգու ձգողությունը ուժեղ դարձնենք մարմնի ձգողությունից։ Ամեն։